Ողջույն բոլորին։ Այսօր մենք միասին կսովորենք, թե ինչպես ներբեռնել և տեղադրել Scratch ծրագիրը ձեր համակարգչում։ Բայց նախ խոսենք Scratch-ի մասին։ Ինչ է Scratch-ը։ Scratch-ը բլոկների վրա հիմնված վիզուալ ծրագրավորման լեզու է, որը նախատեսված է երեխաների, դպրոցականների և իհարկե սկսնակների համար, հնարավորություն տալով ստեղծել տարատեսակ խաղեր, անիմացիաներ, ինտերակտիվ պատմություններ, կոմիքսներ, վիկտորինաներ, հնչյունային էֆեկտներ և մինչև անգամ պարզ ռոբոտիկա, Arduino նախագծեր, և այս ամենը իհարկե առանց բարդ կոդեր գրելու։ Այլ կերպ ասած, Scratch-ը ուսուցողական գործիք է, որը զարգացնում է տրամաբանությունը, ալգորիթմական մտածողությունը և խնդիրների լուծման հմտությունները։ Scratch-ը հիանալի սկիզբ է ծրագրավորման աշխարհում։ Այսպիսով, Scratch-ը ունի աշխատանքի երկու տարբերակ. առցանց տարբերակ, որն աշխատում է բրաուզերով առանց ներբեռնման, և Scratch Desktop տարբերակը, որը օֆլայն հավելված է Windows-ի, Mac-OS-ի և այլ օպերացիոն համակարգերի համար։ Scratch Desktop տարբերակը հարմար է առանց ինտերնետի աշխատելու համար։ Այժմ միասին քայլ առ քայլ ներբեռնենք և տեղադրենք ծրագիրը մեր համակարգչում։ Նախ Scratch-ի պաշտոնական էջից ներբեռնում ենք .exe ընդլայնումով ֆայլը, որը պահվում է համակարգչի Downloads սպանակում։ Ապա ներբեռնված ֆայլը ակտիվացնելուց հետո բացված պատոհանում նշում ենք, որ ծրագիրը բոլոր օգտվողների համար է, այնուհետև սեղմում Install կոճակը։ Մի փոքր սպասում ենք տեղադրման գործընթացին, ապա բացված նոր պատոհանում համաձայնում ծրագիրն անմիջապես բացելու հրամանին և սեղմում Finish կոճակը։ Ծրագիրն բացվելուց անմիջապես հետո մեր էկրանին բացվում է նոր պատուհան, որտեղ մեզանից հարցնում է. թույլատրում ենք արդյոք տարածել մեր տվյալները, թե ոչ։ Ես ինքս նշում եմ, որ չեմ ցանկանում տարածել և սեղմում եմ Close կոճակը։ Ահա Scratch-ի օֆլայն խմբագիրը, որը արտաքնապես ոչնչով չի տարբերվում առցանց տարբերակից։ Հիմա մի փոքր դիտարկենք դրանց տարբերություններն ու նմանությունները։ Ծրագրի առցանց տարբերակում ինտերֆեյսի լեզուն փոխելու համար նախ մուտք են գործում Settings կարգավորումներ բաժնի Language լեզուներ ենթաբաժինը, ապա ցանկից փնտրում գտնում հայերենը։ Իսկ տվյալ գործողությունը օֆլայն խմբագրում իրականացվում է անմիջապես Language կոճակով, այնտեղ չունենք Settings։ Ծրագրի առցանց և օֆլայն տարբերակում մնացած գրեթե բոլոր հրամաններն ու կոճակները նույնությամբ կրկնվում են, ինչպես օրինակ ֆայլի անվանում տալը։ Սա Scratch ծրագրի Desktop տարբերակի պիտակն է, այլ կերպ ասած լոգոն։ Մկնիկի ձախ սեղմակով կրկնակի սեղմելով պիտակը բացվում է Scratch ծրագրի միջավայրը, այսինքն աշխատանքային պատուհանը։ Աշխատանքային պատուհանի կառուցվածքի մասին կխոսենք մեր հաջորդ տեսանյութում։ Այս տեսանյութում ցանկանում եմ ձեզ ցույց տալ ձեռնարկներ բաժինը, քանի որ տեսանյութի սկզբում նշվեց, որ ծրագիրը ուսումնական նպատակ ունի։ Կան պատրաստի ուղեցույցներ, որոնք սովորեցնում են օգտվել գործիքներից և հետաքրքիր սցենարներ կազմել։ Օրինակ, ինչպես անիմացնել կերպարը, քայլ առ քայլ անցնելով փուլերով։ Կամ ինչպես մեր սցենարներում տեղաշարժել կերպարներին, օգտագործելով ստեղնաշարի սլաքներով ստեղները և այլն։ Այս դասի համար այսքանն էի նախատեսել։ Չմոռանաք բաժանորդագրվել և հավանել մեր էջը։